Իսրայելը խփեց Իրանին, խոսքով Իրանը Իսրայելին, սկսվեց այդ հակամարտությունը։ Արդեն ինձ ստանում եմ ազդակներ, զանգեր, չեմ վաճառում, թանկ եմ վաճառելու, մարդիկ ունեն ակնկալիք, որ այս ֆոնի վրա կսկսի նոր գնային գոյացում։ Ազդակներ կան, որ վարձակալությունը կարող սկսեն թանկացնել։ Խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրության իշխանություններին։ Լրատվամիջոցներ ջան, մաքսիմում խնդրում եմ տարածեք այս նյութը։ Սպասվում է 22 թվականի նման հոսք, որը կարող է այսինքն իրավիճակ ունենանք, երբ որ հայերին տնից հանեն 3 անգամ, 2 անգամ փանկ տան պարսիկներին տները։ Խնդրում եմ ուղղակի մարդիկ մեղք են, օրենքով զբաղվեք, կարգավորեք, որպեսզի ամեն թափ-թփուկ իրավունք չունենա, գա մարդու ներեխու հետ, ասի տնից դուրս արի կամ ինձ այսքան փող ես տալու։ Շատ խնդրում եմ։ Մի հատ օրենսդրական կարգավորում արագ մշակեք, որպեսզի չունենան իրավունք X%-ից ավել գնագոյացում ավելացնելու վարձի շուկայի մասով։ Վաճառքը խնդիր չկա։ Կլինի պահանջարկ, ցանկանան թանկ կվաճառեն, ցանկանան կսպասեն, դա այլ հարց է։ Բայց արդեն ղդիկներ ունեն տանտերերը, սկսվում է, ոնց որ թե սկսվում է զանգերից ես զգում եմ, այնպես որ մաքսիմում տարածեք այս տեսանյութը։ Ես շատ կուզեմ, որպեսզի վարձակալության շուկան չհայտնվի նույն ռուսների իրավիճակում ու սկսեն մեկ է պարսիկների միսը ուտել մերոնք։